Աղջիկներ ջան, բարի օր։ Վերջապես գտել եմ մի քանի րոպե ժամանակը եւ պետքա ձեզ ներկայացնեմ այս պատվերների փաթեթը, որի նկարահանումն են այնքան ուշացան, որ ստիպված մի քանի բան բացել օգտագործել ենք, բայց միայն տոպրակի շրջանակներում դուրս չեն եկել, քանի որ գիտեք, դուք չեք տեսել, ինչպես կարող եմ ես նրան տեղափոխել իր հիմնական մաս։ Եվ անցնելով առաջ սկսենք այս գուլպաների հավաքածուից, որն իր մեջ 3 հատ է պարունակում, 3 տարբեր գույներով, տղամարդկանց համար է նախատեսված, շատ լավն է, փափուկ, հավես, ինձ դուր է գալիս, կոդը չեմ ասում, քանի որ այնտեղ գույներով եւ չափերով ամեն մեկի համար մեկն է, նայեք համապատասխան բաժնում, եթե հետաքրքիր է։ Այս բացել ենք, ստիպված օգտագործել ենք, բայ վերցրել է, եթե կհիշեք, որպես պատրեմ, այսպես չկախվի։ Սա ինձ էլի վերցրել է, շատ եմ հավանել ու իր մասին էլի խոսել էի, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ շատ հարմար է եւ օգտագործման առումով եւ արդյունավետության առումով ինձ շատ է դուր գալիս։ Ուրեմն նախատեսված է միայն սպիտակ լվացքի համար։ Ասեք, այսպեսի տեսք ունի, երկու, ենթադրում եմ, որ մեկը լվացող գելն է, իսկ մյուսը սպիտակեցնող, իդեալական մաքրում է, շատ հավես հոտ ունի, անգամ երբ որ կոնդիցիոներ եմ ավելացնում, ես ավելի սուր զգում եմ այս հոտը։ Հələ հոտ քաշեք։ Չէ, շատ լավն է։ Տուփում արտիկուլը 331, 15 կապսուլ է, 15 գրամից բաղկացած, մի կապսուլը հերիքում է 1 միջին լվացքի։ Գիտեք, որ այս նման միջոցներ իրանց մեջ չունեն ֆոսֆատներ, քլոր, ոչ մի վնասակար բան, շատ լավն է, խորհուրդ եմ տալիս անպայման օգտագործեք եւ մի միջոց, որի մասին անդադ ուզում եմ խոսել ու հերթը չէր հասնում, բայց կրկնակի եմ պատվել, սա երկրորդ տուփն է արդեն, ինքը այսպիսի անձեռոցիկների հավաքածու է, ուրեմն այսպիսի չափ ունի, կարող եք անգամ կտրել, եթե ուզում եք, ես չեմ կտրում, այսպես եմ գցում, 20 հատ է մեջը, սա արտիկուլը 3844, հա ինչի անում, ամենակարևորը չասեցի, ինքը նախատեսված է խառը լվացքի համար, այսինքն երբ որ լվանում եք սպիտակ գունավոր ինչ որ շորեր, որպեսզի մեկը մյուսին գույն չտա, գցում եք ընդամենը սա եւ շատ հարմար է։ Շատ հարմար է այն իմաստով, որ չեք սպասում, չեք սորտավորում ու սպասում, որպեսզի համապատասխան քանակի լվացք հավաքվի, նոր տնեք լվանալու։ Ամեն ինչ խառնում եք իրար, ավելացնում եք այս փրկիչ անձեռոցիկը եւ միացնում լվացք ու վերջում վայելում արդյունքը։ Քանի որ սկսել ենք տնտեսականի, շարունակենք տնտեսականով։ Տեսակ որ նորույթ ունենք մեր գրիլի շարքում։ Ոչ թե նորույթ, այլ վերաթողարկվել է։ Ես հատուկ բացել եմ, որպեսզի տեսնեմ հոտ ունի, թե չունի, հոտ բացարձակ չունի, նախատեսված է 26 լվացքի համար, 800 գրամ պետք է որ լինի, դե բնականաբար իր մեջ չունի ֆոսֆատ, քլոր եւ կոնսերվանտներ ու ներկա նյութեր, լրիվ իդեալական միջոց է, ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար, իհարկե մեր ընկերությունը ամեն ինչ անում է, որպեսզի հոգ տանի մեր ընտանիքների առողջության մասին, 3891 է նորի կոդը, հին փաթեթավորման եթե կհիշեք ինքը ինչ որ թղթես տուփով էր գալիս եւ հետո ներսում սա էր, նա թղթե տուփը գնացել է, մնացել է միայն եւ շարունակելով այս միջոցը էլի մի անգամ չի որ տեսել եք իմ պատվերների մեջ վերաթողարկվել է, եկեք տեսնեմ հոտը նույնն է, ես մենաշատը իր հոտն եմ սիրում, խվոյինի հոտ է գալիս իրանից շատ հաճելի ու շատ լավ, դե իր գործն էլ ընտիրանում է, ենթադրում եմ որ 500 մլ է տարողությունը, ճիշտ ասած չեմ հիշում, բայց կարծում եմ վերաթողարկման ընթացքում կոդերը փոխվում են, եղեք ուշադիր, 3898 է, սրա կոդը միգուցե փոխվել է, միգուցե չի փոխվել, չեմ համեմատել, բայց ենթադրում եմ, իր մեջ էլ էլի ոչ մի ներկանյոտ ֆոսֆատ քլոր չկա, այսինքն ձեր առողջությանը եւս վտանգ չի սպառնում արդի։ Եվ շարունակելով լվացքային թեման, վերցել եմ այս նորից շատ հաճելի է հոտը, շատ եմ սիրում, չգիտեմ ինչի հայտնվել էր աստատկիսլատկի մեջ, հուսանք դուրս չի գալիս արտադրությունից, 500 մլ տարողությունը 3857, շատ եմ հավանում ու արդեն չգիտեմ որերորդ անգամ եմ վերցնում թռուցիկ ցույց տամ սրանք, գիտեք ինչքան լավն են, հարմարավետ այսպես տուփերով, լրիվ բամբակից, անօյնային չիպերով, մի խոսքով մի հրաշք։
նոր սրբիչներ ունենք, երևի նկատել եք, մի հատ եմ պատվիրել, որպեսզի հասկանամ որակը, նոր որոշեմ պատվիրել, թե չպատվիրել։ Այսպիսի տեսք ունի, վերցրել եմ, իրականում կայքում երևում է, որ ինքը սև է, բայց ինքը սև չի, մոխրագույն է, չէ, կարդացել ինչ գույն է, հա, գրաֆիտի գույն է, 100% բամբակ, չափը 50-70։ Շատ լավն է, ինձ դուր եկավ, մենք էլի այս որակի ուրիշ գույնով մի քանի հատ ունենք, նախորդ թողարկումներից, կուհենք, լավն է, սա է լավ կծառայի, էլի մի քանի հատ էլ երևի թե կվերցնեմ, չնայած նախորդներս դեռ լավ ծառայում են, բայց գույներ կան, որ չունենք, պետք է ունենալ, նորույթ ունենք, նախորդ վիդեոյում թռուցիկ ձեզ ցույց տվեցի, իրականում երբ իրան պատվիրում եմ 50 հատ է մեջը պարունակում, զուբաչիստկա, զուբնոյ նիծյու, չգիտես ինչի մտածում եմ, որ ընդհանրապես մի հատ էսպիսի գործիք է, պետք է լինի թել ու, չգիտեմ, թելը անցկացնես ու մի խոսքով մնացած գործերն անես։ Իրականում թել միշտ պատվիրում եմ ու կորցնում եմ, որտեղ ինձ բացարձակապես հարմար չի օգտագործելը, իսկ սրանք ուղղակի գտածոյ են։ Տեսեք, այսպիսի տեսք ունեն, փաստորեն այսպես ինքը առանձին գալիս է 50 հատ, այսպիսի սույր ծայրով եւ առանձին թելով կարող եք օգտագործել եւ դեն նետել ընդհանրապես ու չտանջվել, ինչպես ես այն տանջում թելերի հետ, հա, չգիտես որտեղից մտցնես, մի խոսքով ինձ հարմար չի թելերով, կարող է ձեզ հարմար է, բայց ինձ հարմար չի։ Մի խոսքով շատ հավես տուփիկով դեռ առկա կա, արժեքը մոտ 800 դրամ, եթե չեմ սխալվում։ Վերցրել եմ դեմքի խնամքի այս անգամ Oxology Global Oxygen շարքից, բացենք, չգիտես ինչի մտածում եմ, որ գիշերային կրեմս դեռ կհերիքի, բայց գիշերային կրեմս էլ վերջացավ, այնպես որ ինքը ինձ կծառայի որպես եւ գիշերային եւ ցերեկային կրեմ, իր առավելություններից մեկը, որ իր մեջ ունի մեր թթվածնային կոմպլեքսը, շատ լավն է, շատ թեթև հավես կրեմ է, էլի վերցրել եմ, եթե չեմ սխալվում, երկու տեսակ կա, արդեն չեմ հիշում, մեկն օգտագործել եմ հաստատ, բայց ինքն էլ թե չէ, լավ չեմ հիշում, շատ հաճելի հոտ ունի, մի խոսքով շարքը մեր թթվածնային շատ եմ սիրում, իր գելն եմ օգտագործում, շարքից էլ ինչ եմ օգտագործել, մի խոսքով շատ լավն է ու պարբերաբար ես իրան անդրադառնում եմ, սա արտիկուլն էլ ասեմ, իսկ կրեմի արտիկուլը 5797, շատ անուշ հոտ ունի, եվս մեկ անգամ վերցրել եմ IDEO-ի օճառային հոտազերծիչը եւ աղջիկների համար վերցրել եմ այսպիսի սպրեյ այս անգամ, այստեղ նշված է, որ 3 օր հոտը մի խոսքով պահում է, եթե չի թողնում որպեսզի հոտ գա, օրինակ է, որ կայքում կային մարդիկ, որ փաստում են, որ այո, դա ճիշտ է, այսինքն ինձ թվում էր վաղուց այդպիսի մարդիկ չկան, որ 3 օր ու ավել չեն լողանում, բայց պարզվեց, որ կա ու նրանք փաստում են, որ սա 3 օր պահպանվում է, ես ինքս իմ անձնական փորձով չեմ կարող ասել, քանի որ 3 օր առանց լողանալու չեմ դիմանա հաստատ, արտիկուլն ասեմ 2679, վերաբերում է սրան շատ լավն է, մի հատ արդեն սպառել եմ, որի ուղիղ կեսը աղջիկներիս հետաքրքրությունից այնքան բացեցին, փակեցին, որ ուղղակի չգիտեմ, անդադ ընկնում էր, անդադ նորից հավաքում էի, տեղադրում էի, մի խոսքով հավաքեսը փչացավ, բայց շատ գոհ եմ իրանից, այնպես որ նորից կրկնել եմ, այս անգամ իրանցից պետք է շատ հեռու պահել կամ արդեն երևի հավեսները հանել են, եկեք սրա կոդն էլ ասեմ, ով գիտի, 3712, բոլոր գույներովն էլ կամ այն ինչ որ գնդիկավորներն ունեն, տեսնելով առաջ այսպիսի սիլիկոնային եւ այսպիսի, ինչ կար սրա վրա, ուգլն, հա, իրա վրա ինչ որ քարածուխի մասնիկներ կան, շատ լավն է, ես ինքս էլ օգտագործում եմ, ես մի հատվածը չգիտեմ երևում է թե չէ, սիլիկոնից հատվածներ են, լավն են, ես սիրում եմ, եւ մազերի խնամքի համար ես օգտագործում ենք տան բոլոր աղջիկներով, շատ լավն է, շարքը առասարակ շատ եմ սիրում, գիտեք, որ ես արդեն մի տարուց ավելի եմ միայն իր շամպունով եմ շամպունից եմ օգտվում, ընդհանրապես մազերի խնամքից եւ ներքսը նույն շարքից, ունենք այս նույն շարքի յուղը, այստեղ մոտերքում է, հենց հիմա այդ ենք օգտագործում, բան չի մնացել մեջը, համարյա վերջանում, ես շատ լավն է, քանի որ սա վերցեցի, յուղի մեջ էլ մի քիչ կա, յուղը դեռ չեմ վերցել, յուղի կոդը 8215 եթե կհետաքրքրի, շատ լավն է, հոտը մի առանձնահատուկ հաճելի հոտ է, իսկ սրա
Արտիկլ 8214 ինքը դվողֆազնի ինչպես տեսնում եք, օգտագործելուց առաջ հարկավոր է այսպես խառնել, ցանել մազերին եւ ուղղակի վայելել բոլոր տիպի մազերի համար է նախատեսված։ Իր մեջ ունի թանկարժեք յուղեր։ Շատ լավն է, շատ ենք սիրում եւ մշտապես ինչ ծանոթացել ենք, երևի թողարկումից անմիջապես հետո ինչ ծանոթացել ենք, մշտապես վերցնում ենք։ Եվ այստեղ շամպուններից, քանի որ նախորդ շամպունը ձեռքիցս տարան, ինձ դա վերցրել էի աղջկաս համար, եւս մեկ անգամ էլի պատվիրել եմ էքսպերտի շամպունը 2767 է կոդը 400 ml, ինքի մեջ ունի ցինկի պիրիտ, եթե ունեք խնդիր թեփի հետ կապված, հրաշալի օգնում է, երեխեք խոսքեր չկան, շատ լավն է, այնպես որ հոտնը շատ հաճելի է ու ահավոր պինդ է, ահավոր, մի խոսքով այսպեսի մի տուփը աղջիկների մազերը բավականին երկար ու խիտ է, երևի մոտ 1-2 ամիս օգտագործում ենք, մեկ էլ պապան է արանք օգտվում, այնպես որ բավականին երկար կծառայի ու շատ լավն է, ինչն ամենակարևորն է, երեխաների համար վերցել եմ օմեգա 3 գլիցինով, դեռ չենք էլ բացել, ես մեկը թույլ չեմ տվել, որ բացեն, դժվար է բացվում, լավ ինչևէ հետո դրան կանդրադառնանք, 90 կապսուլ է իր մեջ պարունակում, չեմ հիշում, սա նոր փաթեթավորումն է, թե հին փաթեթավորումն է 15898, քանի որ էլ ինքը վերաթողարկվել է եւ ենթադրում եմ, որ կոդը փոխվել է։ Ես վերցրել եմ 15898 կոդովը, ինձ թվում է նորն եմ վերցրել, հա։ Գլիցինը գիտեք ինչքան կարևոր է երեխաների նյարդային համակարգի եւ ընդհանրապես երեխաների համար եւ ոչ միայն երեխաների համար, իսկ օմեգան առավել եւս, եթե դպրոցահասակ են, ունեն հիշողության հետ խնդիրներ, ուշադրության կենտրոնացման հետ խնդիրներ, ինքը շատ լավ անդրադառնում է ու շատ լավ օգնում է կենտրոնացնել ուշադրությունը եւ հետեւաբար նաեւ բարելավել առաջադիմությունը, այնպես որ անպայման տվեք, իսկ օմեգան գիտեք, որ կարելի է խմել առանց ընդհատումների, թե մենք երբեմն հիմնականում արձակուրդների ընթացքում եւ այդքան պետք չի ուղեղը լարել, չենք խմում, իսկ մնացած համարյա ողջ ընթացքում երեխաները օմեգա 3 գլիցինով խմում են, պարտադիր, ասեմ, որ բացարձակապես համ չի գալիս, ինչպես մանկականից, այսպես նաեւ ինձ համար են վերցրել, մեծերի համար նախատեսված, ուղղակի օմեգա 3, սա գլիցինով է, սա առանց, ոչ մեկից էլ ինչ որ հաճ դեղատնային այդ օմեգաների նման համ հոտ չկա, երեխաներս հաճիկով նույնիսկ ծամում են, նոր են կուլ չեն տալիս, ծամում, նոր ուտում են։ Իսկ ես օմեգան վերցրել եմ ինձ համար 15779, իսկ օմեգան մայրիկների կանանց համար գիտեք ինչքան կարևոր է, եթե չգիտեք իմացեք, որ ինքը ձեր փայլուն մաշկն է, ձեր լավ որակով մազերն են, եղունգներն են, ձեր նյարդային համակարգն է, էլի բնականաբար ազդում է ձեր ուղեղի աշխատանքի վրա։ Մի խոսքով անհրաժեշտ միջոց, եթե 30+ եք, կարող եք էլի առանց դադարների խմել։ Ես համարյա առանց դադարների երբեմն հանում եմ, երբեմն վերադարձնում եմ, բայց համարյա թե միշտ իրեն խմում եմ, որովհետև ինքը շատ լավ ու նաև բարելավում է նյութափոխանակությունը, եթե ունեք խնդիր նյութափոխանակության հետ, եթե չգիտեք նյութափոխանակությունը բնականաբար 30-ից հետո ավելի դանդաղում է եւ դա էլ բերում է ավելորդ քաշի ավելացմանը, իսկ եթե օմեգա պարտադիր խմում եք, նման խնդիր ձեզ չի սպառնում, ասեմ, որ կա կարծիք, որ եթե ուտում եք ձուկ, ապա պետք չէ ուտել խմել օմեգա, կարող եք ուտել, բայց օմեգա իրենց մեջ պարունակում է միայն օվկիանոսային տեսակի ձկները, որոնք բնականաբար այսօր մեր շուկայում համարյա թե չկան։ Այնպես որ ապահովագրեք ձեզ եւ մշտապես խմեք օմեգա, որպեսզի լինեք ավելի առողջ, թե բնականաբար առողջության համար է շատ լավ է սրտանոթային համակարգ, նյարդային համակարգ, մեր խոսքով մի հրաշք անպայման խմեք եւ եղեք գեղեցիկ ու առողջ եւ մնաց վերջին առողջության ապրանքը, որ այսպես բզկտվել է եւ կարծես թե եւ շարունակելով ցույց տամ վերջին product-ը եւ ավարտենք ի վերջո այս վիդեոն, վերցրել եմ էլի ֆիտոպոլի շարքի պիղտովիտան, սա էլ կարծես թե դուրս է գալիս արտադրությունից, հուսամ կվերաթողարկվի, քանի որ հրաշալի միջոց է, իրան վերցրել եմ մեր աստատկի սլատկի բաժնից, եթե կուզենաք փնտրել, նայեք այնտեղ,
Որպեսզի վերցնեք զեղչով, հա։ Արտիկուլ 1535, ինչը իր մեջ պարունակում, ինքը ունի շատ բարձր երկաթի պարունակություն, ուժեղացնում է նյութափոխանակություն, չի ամրացնում է իմունիտետը, նպաստում է ուղեղի աշխատանքին, մի խոսքով շատ լավ միջոց է, ու մի բան եմ ուզում իր մասին պատմել, ուրեմն երևի հիշում եք, որ հունվարին շատ լավ հիվանդացա, առաջին մի խոսքով հիվանդացա ու այդ ընթացքում, քանի որ ինքը իմունիտետը ամրացնող շատ լավ միջոց է, ես սկսեցի ակտիվորեն իրան խմել։ Այստեղ գրված է, որ 10 կաթիլ, բայց ես օրական խմում եմ 20 կաթիլ եւ տալիս եմ երեխաներին, ինչ կարծում եմ, որ ինքն էլ իր դերն ունեցավ, որպեսզի ես շուտ արագ այդքան էլ արագ չէ, բայց անվնաս ապակինվեմ ու մնացորդային ինչ-որ բաներ չմնան։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասել, մինչ այդ ովքեր ինձ գիտեն, որ ես սուրճ շատ եմ սիրում, իմ սուրճի բաժակը սկսում է 200 միլիգրամից ու երբ երեկոյան քնում էի, քնելուց առաջ արդեն երազում էի պահի մասին, երբ եմ արթնանալու, որ սուրճ չխմեմ, չեք պատկերացնում, որ իսուակի երազում էի այդ պահի մասին, զգում էի այդ սուրճի համը եւ այդպես ինչ որ ոգևորած քնում էի, եւ հետո միտեղ կարդացի, որ եթե այդպես խելապատար սուրճ եք, իրոք սուրճի մասին երազում եք, շատ սիրում եք, դա նշանակում է, որ ունեք երկաթի պակաս։ Ես բնականաբար ունեմ երկաթի պակասը, քանի որ հեմոգլոբինս մինչև այդ նայել էի, որ բավականին ցածր է, երկաթ խմել էի, բայց կարծում եմ դա բավարար չէր։ Իսկ սա, երբ որ սկսեցի մեծ դոզաներով խմել, լրացրեց։ Դա ես ենթադրում եմ, մատեր անալիզ չեմ տվել, մոտ ժամանակն ես կտամ անալիզ եւ կկիսվեմ առաջ եւ հետո անալիզները, որպես ինքներդ տեսնեք։ Եվ համոզվեք, մի խոսքով ինչ եմ ուզում ասել, երբ արդեն ապակինվեցի, սուրճ արդեն չկա ժամանակ կլինի, արդեն 2 ամիս է ես սուրճ չեմ խմում եւ ընդհանրապես մեկ-մեկ փորձում եմ խմել, մեկ-մեկ փորձում եմ անդրադառնալ, բայց զգում եմ, որ ինձ դուր չի գալի, մտածում եմ միգուցե այն ժամանակ հիվանդ էի, բերնիս համը ինչ էր, հա, այդպես լինում է, չէ՞ եղել է, բայց ասենք մի քանի օրից, երբ որ արդեն ապակինվում ես, լավ ես լինում, սուրճը հավեսով խմում ես։ Բայց 2 ամիս է անցել, ես բացարձակապես անգամ սուրճի հոտը ինձ այդքան էլ դուր չի գալիս եւ մտածում եմ, որ մի խոսքով նրա մատը խառն է այդ գործերում եւ բացի այդ երեխեք ջան գիտեք որ երկաթի պակասը բերում է մազաթափության, բերում է հոգնածության, ես փաստորեն հիմա եմ հասկանում, որ շատ երկար ժամանակ ուղղակի տառապել եմ դրանով, քանի որ մի որոշակի շրջան ինձ թվում էր, որ չգիտեմ, կյանքը իր գույները կորցրել է, քանի որ ուժ չունեի անգամ վեր կենալու, շատ արագ հոգնում էի, դա առաջին զանգակներն են, հա, որ ունեք խնդիր հեմոգլոբինի կամ երկաթի պակաս ունեք օրգանիզմում եւ ըստ վերջի մի քանի ամիսներին ինձ շատ լավ եմ զգում, այնպես որ Ես խորհուրդ եմ տալի ժամանակ առ ժամանակ, սա էլ երեխեք լսել եմ բազմաթիվ մասնագետների, բժիշկների խորհուրդ են տալիս մշտապես խմել, հատկապես ամսվա մեջ որոշակի օրերին, քանի որ ֆիզիոլոգիապես այնպես է, որ կանեք կորցնում են շատ քանակությամբ արյուն եւ պետք է դա վերականգնել, եթե չեք ուզում ունենալ հետո դեֆիցիտ ու խնդիրներ մազերի առողջության եւ ընդհանրապես ինքնազգացողության հետ։ Այսքան երեխեք ջան, լավ եղեք, շնորհակալ եմ, որ նայեցիք, չմոռանաք միանալ ալիքին։ Հավանել, եթե ձեզ դուր եկավ վիդեոն, իսկանը լավ եղեք, բոլորիդ մաղթում եմ հաճելի եւ սիրուն գնումներ, բայ բայ։